Շաբաթվա գլխավոր միջազգային իրադարձությունը։ Այս շաբաթ Համբուրգում առաջին անգամ հանդիպեցին երկու գերտերությունների ղեկավարները՝ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը։ Մինչև այս նրանք շփվում էին միայն հեռախոսով։ 2 ժամ 16 րոպե տևած այս հանդիպումը չափազանց կարևորում են Միացյալ Նահանգներում ու Մոսկվայում, եւ չի բացառվում, որ երկու պետությունների ղեկավարները գնան փոխզիջումների Սիրիայի եւ Ուկրաինայի հարցերում։ Կողմերն արդեն հայտարարել են, որ հանդիպումն անցել է փայլուն ու արդյունավետ։ Ինչ է տեղի ունեցել մեծ 20-յակի գագաթնաժողովում, ներկայացնում է Դավիթ Սարգսյանը։ Նրանք հանդիպեցին, խաղաքարտերի տնակը հեռուստապատմության սցենարը գրեթե նույնությամբ կյանքի կոչվեց։ Պուտին-Թրամփ առաջին հանդիպումն է, գլխավոր լուրը այն վերջինը չի լինի։ Համբուրգյան մեծ հավաքը դեռ չսկսած աչքի ընկավ հակագլոբալիստների անհավանական ցույցերով, նման ծեծ ու ջարդ հազվադեպ է լինում։ Բարի գալուստ դժոխ կանոնը ստացած ցույցը շատ արագ վերածվեց դժոխային քաոսի։ Հարձակում ոստիկանական բաժնի վրա այրված մեքենաներ, բարիկադներ, ջրցաններ ու արցունքաբեր գազ։ Տուժածների թիվն այնքան շատ է, որ հստակ տվյալ պարզապես չկա։ Միայն 150 ոստիկան է տուժել, ձերբակալվածների թիվը հաշվում են տասնյակներով։ Մեծ 20-յակի հենց սկզբից պարզ դարձավ, քաղաքական ղեկավարների եւ շարքային մարդկանց միջև անդունդը խորացել է, իշխանություն-հասարակություն կապը լավ չի գործում։ Միջոցառման բացմանը սա նրբորեն զգում ու ընդգծում է Համբուրգում բոլորին հավաքած կանցլեր Մերկելը։ Մեզ հետևում են միլիոնավոր մարդիկ, տագնապով ու մեծ հույսով սպասում են, որ մենք կկարողանանք որևէ կերպ լուծում տալ իրենց խնդիրներին։ Մինչդեռ մարդկանց խնդիրների լուծումը տեսականորեն իրենց առօրյա աշխատանքն է, որը կարծես հետին պլան է մղվում։ Դրա փոխարեն աշխարհը քննարկում է Պուտինի ու Թրամփի շարժուձևը։ Թրամփի աթոռը ավելի հարմար է, քանի որ Պուտինը ավելի կարճահասակ է, դրա համար Պուտինը ձեռքերը դրել է աթոռին ու խաղում է մատների հետ, իսկ Թրամփը ավելի վստահ տեսք ունի, այսինքն Պուտինը ավելի նյարդային է։ BBC-ն մեկտեղել է կատակների մի ամբողջ շարք, որով լցված է համացանցը, գլխավոր թեման հակառակն է, Պուտինն է ճնշում Թրամփին։ Իսկ թե ինչ են պայմանավորվել աղմուկ չկա, մինչդեռ կան հստակ որոշումներ։ Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների նախագահները հաստատել են, միասին հսկելու են հրադադարը Սիրիայում, միասին ու անընդհատ աշխատելու են Ուկրաինայի հարցի շուրջ, պայքարելու են կիբերանվտանգության ոլորտում։ Պուտինը մի քանի անգամ Թրամփին ասել է, որ ամերիկյան ընտրության հաքերային հարձակման հետ կապ չունի։ Մթնոլորտը կառուցողական էր, երկու նախագահներն էլ ելնում էին իրենց երկրների շահն առաջ մղելու մտադրությունից, եւ կար ընդհանուր գիտակցություն, որ դա անելու համար ավելի արդյունավետ է գործակցել ու գտնել շահերի բալանս։ Հանդիպումն արդյունավետ էր, դա է վկայում նաև այն, որ նախատեսված կես ժամի փոխարեն Պուտինն ու Թրամփը խոսել են 5 անգամ երկար։ Գործը հասել է նրան, որ ամերիկյան պատվիրակությունը Մելանիա Թրամփին խնդրել է դուրս բերել ամուսնուն հանդիպման սենյակից, ուշանում էին այլ հանդիպումներից, անհարմար էր։ Դավիթ Սարգսյան, Post Factum։